Շարունակվում է բարև երկիր տեղեկատվական ծրագիրը սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ սիրով ողջունում ենք ձեզ։ Այսօր փետրվարի 24-ն է, համառորեն մոռանում այսօր փետրվարի 24-ի մասին։ Հիշեցրու նաեւ Գարնանը քանի օր է մնացել։ Ընդամենը 5 օր։ Այո, այսօր մենք այս գործընթացը շատ ենք սիրում, փասել թե ինչքան քիչ ժամանակ է մնացել որ ավարտվի ցրտաշունչ ձմեռը գագարունը, բայց առաջիկա մեր հարցազրույցը ոչ ձմռան, ոչ էլ Գարնան մասին է։ Այլ մի թեմա, որը ասենք այսպես տարածվել է հազարամյակների հայ ժողովրդի պատմության մեջ եւ այսօր երևի թե ճիշտ ժամանակն է, այսինքն հասել է այն կետը, երբ այդ պատմությունը այլևս չի ցանկանում լռել, այն բարձրաձայնում է իր մասին եւ բարեբախտաբար կան մարդիկ, լրագրողներ, ովքեր լսում են այդ ձայնը ու փորձում դրա հետևից գնալ։ Տաղավարում այսօր մենք հյուրընկալել ենք մեր գործընկերներին, այո, հենց մեր բարև երկիր տեղեկատվականի մասնավորապես Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրողներ Անժելա Ֆրանկյանը եւ Մարիաննա Աբրահամյանն են տաղավարում մեր հյուրերը։ Ողջույն աղջիկներ, ուրախ ենք ձեզ այս կարգավիճակում տեսնել եւ քանի մեր հեռուստադիտողները չեն հասցրել առողջվածային ներկայացրեց, նա չի ցանկանում այլևս լռել, բարձրաձայնել։ Ձայնում է պատմությունն իր մասին է խոսքը։ Սկսենք երևի թե պատմենք այն նախապատմությունը, որը ստիպեց ձեզ աշխատել միառժամանակ ստեղծել Հայրերի երկիր ֆիլմը, փաստավավերագրական, այնպես այն կարելի է կոչել։ Ինչ կանցնենք ֆիլմին, նախ պատմության նյութի մասին, երբ, որտեղ, ինչ իմացաք եւ ինչը ստիպեց ձեզ գնալ այդ պատմության հետքերով։ Անժելա։ Մենք երկուսով շատ վաղուց ենք աշխատում, բայց սոցիալական թեմաներ էինք ավելի արծարծում, միշտ ինչ-որ խնդիրներ բարձրացնում եւ այլն, եւ մի օր նորից խնդիրներ բարձրացնելու համար ընկերներով որոշեցինք գնալ Տաթև, որովհետեւ պետք է կառուցվեր ճոպանուղի, հետաքրքիր էր ինչ ձևով լինելու եւ այլն եւ այլն։ Ու հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց, որովհետեւ այնտեղ նոր պեղումներ պիտի տեղի ունենային, այդտեղ կար պեղումնավայր ու հետաքրքրությունը սկիզբը դրվեց հենց Տաթևում։ Ընդհանրապես այդ նախաձեռնության, հետաքրքրության, ահա։ Եվ ինչ էր ասում պատմությունը, ինչի մասին էր այն խոսում, ինչ լսեցիք, ինչ իմացաք, որ ձեզ այդքան դա գրավեց ու որոշեցիք գնալ դրա հետքերով։ Ամենասկզբից ուղղակի Տաթևը ինքը իրենով ամբողջովին հետաքրքիր էր։ Մենք ամեն մեկս ասում ենք, որ Տաթևում ունենք մեր առանձնանալու կետը։ Երբ գնում ես Տաթև, ստացվել է այնպես, որ 5-րդ այցելությունից հետո հասկացանք, որ հենց նույն կետը ամեն մի ընկեր ունի, որտեղ միշտ առանձնանում է։ Ու այդպես Տաթևի մասին բազմաթիվ առեղծվածներ լսեցինք, սկսեցինք փնտրել։ Ու մի անգամ շատ պատահաբար իրականում բացում ենք National Geographic ամսագիրը եւ այնտեղ կարդում ենք, որ Տաթևում փաստորեն նոր բնակատեղի են հայտնաբերել։ Դուք այդ մասին իմանում եք National Geographic-ի ամսագրից։ Ուղղակի դրանից հետո ստացվեց այնպես, որ մենք միշտ կատակով ասում ենք, ասենք, եթե հացը լառնենք, Տաթևի մի նշան անպայման մեջը լինում է։ Այդպես երբ առաջին անգամ Տաթև գնացինք, դրանից հետո ամեն ինչ մեր կյանքում սկսվեց կապել Տաթևի հետ։ Իդեպ պետք է անպայման մի փաստ նշեմ, Մարիաննան հենց ամուսնացել էր վերջերս եւ նույնը կապում է Տաթևի հետ ծանոթությունը, պատմությունը, նորից Տաթևի հետ է կապած, կնքվել է Մարիաննան Տաթևում, որպես որ Տաթևը մեր կյանքում է։ Ասացիք, որ փաստորեն բնակատեղի մասին դուք իմացաք National Geographic-ից, Մարիաննա, երևի թե պատմությունը շարունակես դու ներկայացնել։ Ինչ բնակատեղերի մասին էր խոսքը, ինչ նշանակություն դրանք ունեին, ով էր Հայաստանում դրանցով զբաղվում, դրանց ուսումնասիրությամբ։ Մենք գտանք Պարոն Գևորգյանի ընտանիքը, Վազգեն Գևորգյանի, ով որ 2006 թվականին, այսինքն մի քանի տարի շարունակ այդտեղ գնացել էին վրաններով հանգստանալու եւ 6 տարի հետո հայտնաբերել էին այդտեղ ինչ-որ տարօրինակ իրեր, առարկաներ, հնագիտական լուսանկարներ էին արել եւ հնագետների ցուցադրելով իմացել էին, որ եթե նշանները կա, պարզվում է, որ այդտեղ նաեւ բնակատեղի պետք է լինի, որը որ շատ հին է։ Եվ մենք մեր ճամփորդություններից մեկի ընթացքում, որ Տաթև էինք մեկնում, հանդիպեցինք իրենց, ովքեր որ վրաններով բնակվում էին այդտեղ եւ նորից էլի ինչ որ հետազոտություններ էին անում։
Մենք էլ նկարը հանեցինք որոշ հատված, հետ վերադարձանք եւ մի քանի օր հետո որոշեցինք Անժելայի հետ երկուսով, քանի որ ֆինանսներ չկային, օպերատոր չկար եւ այլն, երկուսով մեր սեփական տեխնիկան Սամսի ռեժիսոր տարբերակով, այո, մեկնել Տաթև։ Մեկնեցինք Տաթև գիշեր ժամ 12-ին, հասանք այնտեղ, մութ եւ այլն իրենք մեզ դիմավորեցին եւ 4 օր շարունակ իրանց հետ բնակվեցինք վրանների տակ։ Եվ ընթացքում նկարահանեցինք այն ամենը, ինչ որ մեզ պատմում էին հավանական, թե անհավանական տարածքը, որը որ ձգվում է մոտ 12 կիլոմետր Հալիձորից մինչև Տաթև ընկած այդ հատվածում, նկարահանեցինք երկրորդ սյունը, որը որ գտնվում է էլի Տաթևի ձորում։ Այսինքն այլևս կասկած չկա, որ ժամանակին այդտեղ բնակատեղեր են եղել։ Գիտականորեն ապացուցված է։ Գիտականորեն ապացուցումը հենց հետևյալն է, այսինքն մենք աշխատել ենք ներկայացնել ամեն ինչ տեսնում ենք եւ ֆիլմն էլ իրականում ինքը ոչ թե հավակնում է լինել գիտական լուրջ ֆիլմ, այլ հենց ինչպես որ մենք պատմում ենք ընդհանրապես մեր ողջավորությունները ընդհանրապես Տաթևի հետ կապված եւ մասնավորապես այս բնակատեղի այսինքն գիտականորեն ապացուցված է թե չէ դա դեռ ժամանակի հարց է պետք է, բայց եթե ինքներդ էլ գտնվեք այնտեղ ու այդ ամեն ինչը տեսնեք եւ համեմատեք այլ երկրներում գտնված նմանատիպ վայրերի հետ, որտեղ ուղղակի ավազի թմբերը հայտնաբերում են եւ այնտեղ պատմություն են հորինում, այստեղ պատմությունը ակնհայտ է։ Հիմա պետք է պարզաբանել, որ դարի պատմություն է, ինչքան հին է պատմությունը։ Հետաքրքիր է, հնագետները աշխատում են այդ վայրի։ Ներկայում կան այնտեղ աշխատող մարդիկ, ովքեր այդ ուղղությամբ։ Կամ միգուցե ձեր ֆիլմը դիտել են եւ որոշակի մասնագիտական։ Կարծում եմ, որ Վազգենենք այդ հարցով անպայման զբաղվում են, նրանք ամենուր դիմել են։ Իսկ հետաքրքրությունը այս վայրի հետ կապված կա դրսից։ Հենց սա է ամենահետաքրքիրը, որ ֆիլմը չլինելով լուրջ գիտական, չլինելով գիտական խիստ հիմքերի վրա, ամեն դեպքում գիտական շատ լուրջ մարդկանց կողմից շատ մեծ հետաքրքրության արժանացավ եւ ոչ թե արձագանքների մասին նաեւ կարծում եմ խոսելու շատ առիթներ առաջիկա րոպեների ընթացքում կունենանք, բայց կարծում եմ հեռուստադիտողներ անհամբեր է եւ կցանկանան ֆիլմից հատված դիտել։ Ֆիլմը 15 րոպեանոց է փաստորեն եւ պատմում է եւ այդ պեղումների եւ այն ամենի մասին, ինչ դուք տեսել ու լսել եք Տաթևի այդ նշված ձեր թերևս 12 կիլոմետր այո ձգվող տարածքում, բայց մենք մի փոքրիկ դրվագ հնարավորություն ենք այս պահին ֆիլմի դիտելու։ Ինչ դրվագ եք առանձնացրել այսօրվա համար։ Սա իդեպ, այսինքն մենք երբ ներկայացրեցինք, իդեպ ներկայացրել եմ նաեւ հենց Բարև երկրում իմ որոշ հնագիտական նյութերից եւ նույնպես ի զարմանս ինձ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել այնտեղ։ Ուզում եմ ասել, որ այսինքն ոչ թե դա մեր ֆիլմի, մեր աշխատանքի շնորհքն է, այլ ամեն ինչ Հայաստանում խիստ հետաքրքիր է այնտեղ։ Կարծում եմ հենց դա էր պատճառը, որ թերևս ոչ խիստ լուրջ մոտեցման կամ ոչ խիստ գիտական նյութերի դեպքում նման մեծ հետաքրքրություն առաջացավ։ Իսկ այս հատվածը, այսինքն հայրերի երկրից է, ոչ թե հենց բուն Տաթևից, իհարկե նկարահանումները Տաթևում են։ Սա ավելի շատ փորձել ենք ասել, թե մենք լրագրողներս, որ ուղղակի հետաքրքրված են, ինչ են մտածում, ինչ է արխեոլոգիան, ինչ է հնագիտությունը։ Սա այդ սկզբի հատվածն է։ Ներածական կարծես հատվածը ֆիլմից, որը մենք այս պահին կդիտենք, որից անմիջապես նաև կխոսենք, թե Հայրերի երկիր ֆիլմը կոնկրետ որ երկրներում եւ որ փառատոների կողմից է ուշադրության արժանացել։ Գիտենք նաև, որ մեր գործընկերները արդեն հրավերներ ունեն, արդեն երկրորդ անգամ թերևս կապված այս նույն նախաձեռնության հետ։ Դիտենք ֆիլմից հատվածը, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը։
Շարունակվում է Բարև երկիրը սիրելի հեռուստադիտողներ, մենք հատված ենք դիտում Հայրերի երկիր ֆիլմից, նախաբան կարծես թե հատվածը ֆիլմի, ուր մեր լրագրողները պոկված կոշիկով անգամ կապկպված, այնուամենայնիվ ոչինչ չէր խանգարում, որ նրանք գնան, հասնեն եւ սեփական աչքերով տեսնեն այն վայրերը, որոնք նոր պեղված, ես պատահական չէր, որ ասացի հազարամյակներ լրելուց հետո պատմությունը խոսել է, ասել իր մասին, որ այստեղ ժամանակի սա է եղել, սա մարդիկ են ապրել եւ դուք փաստորեն ականջալուր եք եղել այդ նյութին, իդեպ Եվ պատահական չէ, փաստորեն դուք լսել եք, այն արձանագրել եք ու նաև խնդիր կա այստեղ հանրությանը տեղեկացնելու, չէ՞։ Փաստորեն փորձեցիք նաև Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Մի քիչ հասկանանք, ինչպես դա ստացվեց։ Եվ ինչը օգնեց կամ ով օգնեց ձեզ այս ֆիլմը եւ ընդհանրապես Տաթևի մասին այս կարևոր լուրը հանրությանը միջազգային հասցնելու գործում։ Երբ որ ֆիլմը մենք նկարահանում ենք, ընթացքում մեզ նաև գիտական փաստերներ են հետաքրքրում, թե որքանով ճշմարտացի է բնակավայրի գոյությունը, եւ պարոն Գևորգյանը Վազգենը մեզ պատմեց, որ Հայաստանում կա միջառապատկերների մասնագետ Գրիգոր Վահանյանը, ով որ մի քանի տարի շարունակ մասնակցել է Իտալիայում կայանալիք, Վալկամոնիկա քաղաքում կայանալիք հնագիտական գիտաժողովին եւ իրենք իրենց նյութերը տրամադրել են պարոն Վահանյանին, ով որ ներկայացրել է այդ նյութերը այնտեղ։ Բացի տեսանյութերից, այսինքն ֆոտոներ, վիդեոներ, նաեւ նա իր հետ տարել է կավի կճուճներ, քարի կտորներ եւ այլն, որոնք որ փորձաքննության են ենթարկվել Իտալիայում, այո, Իտալիայի մասնագետների կողմից։ Եվ արդյունքները շատ զարմանալի են, իրանք թվագրել են, որ այդ բնակավայրը իրականում, որը որ կա, մեր թվարկությունից առաջ մի քանի հազար տարեկան է եւ շատ ավելի հին է, քան ասենք եգիպտական բուրգերը։ Եւ այսպես մենք ծանոթացանք պարոն Վահանյանի հետ, ով նաեւ փորձեմ ներկայացնել իրեն Եվրախորհրդի ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչն է, տեխնիկական գիտությունների թեկնածու, տեխնիկական գիտությունների, տնտեսական գիտությունների դոկտոր, միջազգային հնագիտական կենտրոնի անդամ, Քարեդարան գիտաուսումնական ծրագրի ղեկավար եւ իհարկե ժառապատկերների մասնագետ։ Եվ իր հետ հանդիպեցինք, որպեսզի ֆիլմը ավելի գիտական մասով պարզենք, որքանով է համապատասխանում իրականությանը հիմնավորված, այո, սիրողական որպեսզի նյութ չգնա, չէ՞։ Ինչ արձագանքներ նրանից ստացաք։ Ափսոս, պարոն Վահանյանը այսօր մեզ հետ այստեղ ներկա պետք է լիներ, այո, բայց կարևոր պատճառներով չկարողացավ լինել։ Ինքը շատ ավելի մանրամասն եւ մասնագետի աչքով տեսանկյունից կբացատրեր, բայց մեզ այլ առաջարկ արեց, քանի որ այնտեղ ամեն տարի է կայանում այդ սիմպոզիումը, Վալկամոնիկայի սիմպոզիումը, որին մասնակցում են տարբեր երկրներից մոտ 100-200 մասնագետներ եւ ներկայացնում են իրենց երկրում տեղի ունեցած նոր հայտնագործությունները։ Մեզ հնարավորություն տվեց կապվել Իտալիայի այդ կազմակերպիչների հետ եւ մենք ստացանք հրավեր փաստորեն մասնակցելու այդ գիտաժողովին։ Այնտեղ մասնակցում են միայն հնագետներ, բայց մեզ հնարավորություն տրվեց ինչու, քանի որ լինելով լրագրողներ մենք ֆիքսել էինք եւ նկարահանել էինք եւ ավելի մանրամասն ձևով այդ նյութերը կարող էինք այնտեղ ներկայացնել եւ հետաքրքրությունը շատ մեծ էր։ Հրավերքը ստացանք, բայց անցյալ տարի ֆինանսական պատճառներով չկարողացանք մեկնել։ Այս տարի նորից հրավեր։ Իսկ ֆիլմ ուղարկեցիք ներողություն։ Ֆիլմը այս տարի է ցուցադրվելու այնտեղ։ Արդեն ուղարկված է նույն փառատոնին կարևորը այնտեղ ինչն էր, մենք ինչի ենք ուզում ներկա լինել, որովհետև ներկա լինել եւ նկարահանել այդ ամբողջ process-ը փորձաքննության, նկարահանել թե տեղի մասնագետները ինչ են կարծում այդ մասին, բնակավայրը, թվագրումը։ Այսինքն ներողություն, ֆիլմի հետ ինչ որ բաներ էլ պետք է ուղարկեիք, որպեսզի փորձաքննություն անցներ, թե ֆիլմը արդեն բավական է։ Այսինքն այսպես թե այնպես Տաթևից պեղված նյութերն ուղարկված են։ Նախապես։ Մարիանա խոսում է այն մասին, որ փաստորեն արժեր գնալ փառատոնին մասնակցելու նաեւ նրա համար, որպեսզի հենց այնտեղ նկարահանվեր այն նյութերի ուսումնասիրությունը, որը ուղարկված է։ Որովհետև մենք հնարավորություն չունենք այդ ուսումնասիրությունը այստեղ տեսնելու։ Մենք թղթի տեսքով ունենք իհարկե, բայց եթե մասնագետները իտալացի իրենք եվրոպացի խոսեին, իրենք ասեին թե իտալացի, որոնք աշխարհում շատ ճանաչված են։ Խոսքը հետաքրքիր է, ինչ կփոխի դա։ Ասենք եղավ թուղթը հետազոտությունն անցկացվել։ Եվ ներկայացնես ով է ասելու այդ խոսքը, այդ դեպքում ավելի բարձ կլինի։ Ընդհանրապես
Իտալիայում այդ մարդուն հետ որ մենք որ մեզ հրավերն ուղարկել էր, ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն է, 1950-ական թվականներից Վալկամոնիկայի հովտում պեղումներ է կատարել եւ գտել է Եվրոպայում ամենաշատ ժայռապատկերները, այսինքն բոլորը տեղակայված են հենց Վալկամոնիկայի հովտում։ Եվ դրանից հետո այդ ժայռապատկերները մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը։ Նա նաև պեղումներ է կատարել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Պաղեստինում, նաև Արևմտյան Հայաստանում շատ պեղումներ է կատարել եւ անչափ հետաքրքրված է Հայաստանում։ Իսկ միգուցե նրան հրավիրեք Հայաստան։ Մատակը հենց պարոն Բաղդասարյանի եւ մեր, այսինքն համագործակցության արդյունքը նա եղավ, որ մենք կարողացանք որոշ նախարարություններից հրավեր ստանալ։ Չկարողացանք մեկնել հրավերը տեղ հասնելու։ Իհարկե փոստով ուղարկեցինք, բայց հասկանում եք։ Հրավերմունքի խնդիր կա։ Նրանք այդ սպասում են, որովհետև այդ դեպքում պատրաստ են գալ եւ այստեղ պեղումներ կատարել իրենց աջակցությամբ։ Այսինքն իրանք ցանկանում են նպատակ, այսինքն մեր ցանկությունը պարոն Վահանյանը